Երևի սկսենք ատոմակայանի շուրջ ստեղծված աղմուկից, Վենսի այցից հետո հայ հասարակությանը Գեբելսյան քարոզչական մեքենան Նիկոլ Փաշինյանի սկսեց ապացուցել, որ ամերիկացիները ուր որ է գալու են, $9 միլիարդ դեզ նվիրելու են եւ կառուցելու են ժամանակակից մոդուլային նոր ատոմակայան։ $9 միլիարդ Հայաստանում ներդնելը, նվիրաբերելը, չգիտեմ, տալը Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության վերջին տարիների ամենամեծ բլեֆներից մեկը արդեն կարելի է համարել, որովհետեւ Միացյալ Նահանգները չի խոստացել $9 միլիարդ ներդնել Հայաստանում, խոսքը գնում է այսպես կոչված մոդուլային ատոմակայանի կառուցման մասին եւ իրականում մենք ենք վճարելու այդ ատոմակայանը, հետո նաեւ սպասարկման համար եւ պատահական չէր, որ Վենսը մամուլի ասուլիսի ժամանակ հստակ հայտարարեց, որ դրա արդյունքում աշխատատեղեր են ստեղծվելու Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում։ Եթե խոսքը գնում է Հայաստանում ներդրումներ անելու մասին, ապա ինչ տրամաբանությամբ է աշխատատեղ ստեղծվում Միացյալ Նահանգներում։ Այսինքն խնդիրն այն է, որ այդ 9 միլիարդի գոնե մեծ մասը հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը վճարելու է, որպեսզի ունենան կասկածելի, հիմա ես կբացեմ այդ բանը, Շայգուի հայտարարությանը ծանոթ եմ եւ ավելին ասեմ, դա որևէ նորություն չի պարունակում իր մեջ, տևական ժամանակ խոսվում է այդ մասին, ուղղակի մեր հասարակության մեջ շատ փոքրաթիվ մի զանգված կա, որը այսպես էմոցիոնալ, գրգռված, չգիտեմ, հակառուսական տրամադրությունների ֆոնին Ամերիկային արևմուտքը չափից շատ սիրելու ռոմանտիկ սիրո դրսևորում ունենալու շրջանակներում չի կարողանում տեսնել իրականությունը, Նիկոլ Փաշինյանը այդ իրականությունը գիտի, ուղղակի մոլորեցնում է ժողովրդին եւ դրա արդյունքում մենք ունենում ենք մի իրավիճակ, երբ սպասումներ են առաջացնում հասարակության մոտ, հույսեր են առաջացնում հասարակության մոտ, որը հետո որոշ ժամանակ հետո, շատ կարճ ժամանակ հետո իջիկս է դառնալու։ Ինչ վերաբերվում է մոդուլային ատոմակայաններին, փոքր ռեակտորներով մոդուլային ատոմակայաններ մինչև 300 մեգավատ հզորությամբ։ Տեսեք, Միացյալ Նահանգները չունի մոդուլային ատոմակայան, հիմա աշխատող, փորձարկված, միջև վերջին փորձարկումը անցած, անվտանգության բոլոր չափորոշիչներն անցած, որpիսի դա կարողանա տալ Հայաստանին կամ այստեղ մոնտաժել, Հայաստանում մոնտաժել եւ փոխարինել մեծամորի ատոմակայանով։ Եվ օզարմանք շատերի համար ատոմային էներգիայի գծով ամենազարգացած երկիրը կարող ենք ասել ատոմակայանների կառուցման, նաև մոդուլային ատոմակայանների, դա Ռուսաստանի Դաշնությունն է, սա։ Այո, Ռուսաստանը Թուրքիայում էլ է կառուցում, Ռուսաստանը Հունգարիայում էլ է կառուցում, Եվրամիության անդամ Հունգարիայում Ռուսաստանը կառուցում է ատոմակայան, հարգելի ժողովուրդ։ Իրանում է կառուցում մոդուլային ատոմակայանին ռեակտորներին վերադառնալով նշեմ, որ 26 թվականի դրությամբ ընդամենը 2 երկրում է աշխատում մոդուլային ատոմակայան փոքր ռեակտորներով մինչև 300 մեգավատ հզորությամբ։ Մեկը դա բնականաբար Ռուսաստանն է, ակադեմիկ Լոմոնոսով լողացող ատոմակայանը Չուկոտկայում է տեղադրված, երկրորդ երկիրը Չինաստանն է, գտնվում է Շանդուն նահանգում այդ մոդուլային ատոմակայանը։ Հիմա հարց նիկոլականներին, նրանց հավատացողներին եւ նրանց փառաբանողներին։ Հարգելիներս կամ ոչ այդքան հարգելիներս, մի հատ մեզ բացատրեք, Միացյալ Նահանգները ինչ մոդուլային ատոմակայան է մեզ վաճառում, որը ինքը չունի, փորձարկում չի անցել։ Միջև վերջ այդ համակարգը չկա փորձարկված, որ կարողանան իրենք վաճառք իրականացնել, մոնտաժում իրականացնել որևէ այլ երկրում, այդ թվում նաև իրենց երկրում։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դուք գնում եք հացի խանութ, ասում եմ գումարը տվեք, գումարը տալիս եք, ասում են կներեք, բայց հացը որոշ ժամանակ կուշանա, քանի որ մենք դեռևս մոնտաժում ենք, փորձում ենք հասկանալ, թե հացի փուռը ինչպես պետք է աշխատի, դեռևս այդ տեխնոլոգիաները չունենք եւ այլն։ Հացի փուռը ոչինչ մի քիչ սոված կմնա, բայց դուք պատկերացնեք, հիմա դա հայացած բան, որ կարող է ընդհանրապես ճակատագրի անվտանգությունն էլ մյուս հերթին, մյուս կողմից, որովհետեւ դա ոչ միայն Հայաստանի
անվտանգությանն է սպառնում էկոլոգիական կատաստրոֆայի տեսանկյունից, այլ նաև նույն Վրաստանի, նաև Թուրքիայի, Ադրբեջանի, այսինքն դա տարածաշրջանային կատաստրոֆա կարող է լինել։ Եվ դա մեզ հուշում է, քանի որ այդ տեխնոլոգիան չունի Ամերիկան, բայց մենք պայմանավորվում ենք, ձուկը ջրում, բազարի տպավորություն է այստեղ, բայց դա ինչով է պայմանավորված։ Գալիս ենք ամենակարևոր խնդրին, Մեծամորի ատոմակայանի փակման խնդիրն է այստեղ դրված։ Իսկ ով էր ուզում փակել Մեծամորի ատոմակայանը, այո, ճիշտ է, Թուրքիան տևական ժամանակ, դեռևս Խորհրդային Միության տարիներից սկսած 90-ականներ, 2000-ականներ միշտ դրել է Մեծամորի ատոմակայանի փակման խնդիրը։ Դա Հայաստանի ամենակարևոր անվտանգային համակարգերից մեկն է, հետևաբար դա պետք է վերացվի։ Ում ձեռքերով դա պետք է անեն, պետք է առնեն բնականաբար Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։ Իսկ ինչ ճանապարհային քարտեզ ունեն այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Ճանապարհային քարտեզը հետևյալն է. քարոզչական ֆոն են ստեղծում, որ իրենք արդեն պայմանավորվել են Միացյալ Նահանգների հետ մոդուլային ատոմակայան կառուցելու, որը իրականության մեջ գոյություն չունի, հետո խոսում են Ադրբեջանի եւ Հայաստանի էներգետիկ համակարգի, միասնական էներգետիկ համակարգ ստեղծելու մասին, դա ինչ է նշանակում, որ մի օր կարող են ասել, քանի որ նոր ատոմակայան են կառուցում, եկեք Մեծամորի ատոմակայանը փակենք, կօգտվենք Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներից եւ որոշ ժամանակ հետո մի տարի, 2 տարի, 10 տարի եւ այլն մենք կառուցենք այդ ատոմակայանը։ Բնականաբար ատոմակայանը չի կառուցվելու, մենք Թուրքիայի պահանջը կատարվելու է, այսինքն Մեծամորի ատոմակայանը փակվում է 1, երկրորդ, մենք էներգետիկ կախվածության մեջ ենք ընկնում Ադրբեջանից եւ դա ինչ է նշանակելու, դա նշանակելու է Հայաստանի Արցախացում։ Հիշում եք, երբ պատերազմից հետո Ադրբեջանը պնդեց, որ Արցախին մատակարարվող այդ գազային համակարգը, այսինքն խողովակները ինտեգրվեն ադրբեջանական համակարգի հետ, եւ որոշ ժամանակ հետո դրանից կանգնեցին, այսպես ասած, վինտիլի վրա, փականի վրա եւ սկսեցին դա օգտագործել որպես քաղաքական, աշխարհաքաղաքական ճնշման միջոց, արդյունքում ունեցանք հայաթափված Արցախ։ Հարգելի ժողովուրդ, եթե այս կասկածելի, մեղմ ասած կասկածելի էներգետիկ գործարքի արդյունքում դուք չեք ցանկանում հայտնվել Սադախլոյի, այսինքն Բագրատաշենի, Բավրայի անցակետերում, այսինքն լքել Հայաստանը այդ ամեն ինչի արդյունքում, ապա այսօրվանից պետք է հետևություններ անեք, որովհետև խնդիր է դրված կարծես, թե Հայաստանը դատարկելու այս մեթոդներով։ Դուք ինչ երաշխիքներ ունեք, որ երբ մենք կախվածության մեջ ընկնենք Ադրբեջանի էներգետիկ համակարգից, մի օր Ալիևը չի ասի, այ ես էներգիան անջատում եմ, դրա փոխարեն դուք, եթե ուզում եք միացնեմ, դրա փոխարեն ինձ պետք է տաք Սևանի են հյուսիսային հատվածը, Տավուշի հարավային հատվածը, Սյունիքի արևմտյան, ընդհանրապես Սյունիքը ամբողջությամբ պետք է տաք ու այդպես շարունակ մինչև հասնեն Երևանի մատույցներ։ Ինչ է ժամանակ էլ ասելու են, դե տեսեք, որպեսզի պատերազմ չլինի, եկեք Սևանի կեսը տանք, Տավուշի կեսը տանք, Սյունիքը տանք, հա, այդ տրամաբանությամբ են երկիր պահում, երկիր կառավարում։ Դա է մեր անվտանգության, ազգային անվտանգության համակարգը։ Հետևաբար այս մեծ բլեֆը, որը Վենսի այցով սկսվեց, սա իրականում նաև նախընտրական Նիկոլ Փաշինյանի կողմից քարոզչական տարեր է պարունակում, բայց դա մի կողմ մեզ հետաքրքրում է անվտանգությունը իմ նշած բոլոր կոմպոնենտներով, այսինքն Միացյալ Նահանգները չունի դա, եթե անգամ լինի անվտանգային մեծ ռիսկեր է պարունակում, երրորդ կախվածություն Ադրբեջանի էներգետիկ համակարգից, որի արդյունքում մենք կարող ենք ունենալ արդեն հայաթափված Հայաստան։ Այսինքն այս ամեն ինչի մասին մտածեք մի հատ։ Եվ Վենսի այցին անդրադառնալով նշվեց, որ այցելեց Ծիծեռնակաբերդ, հետո այնտեղ հրապարակում արեց X-ում հայոց ցեղասպանությունը հիշատակելով, որը մի քանի ժամ հետո ջնջվեց իր էջում X սոցիալական կայքի, հետո հայտնվեց Չեզոք գրառում եւ Վենսը հայտնվեց Ադրբեջանում, Բաքվում այցելեց այդ իրեն շեյդների պուրակ է կոչում եւ ինչը շատ ճիշտ է նկատի, ասես դու պատկերացնում ես հոլոկոստ բառը դուրս գա, հիմա երևի
Վենսը հրաժարական տվածքն է։ Բայց այստեղ ես մի կարևոր հանգամանքի վրա եմ ուշադրություն ուզում հրավիրել այս առումով, նաև Վենսին չէին ուղեկցում որևէ բարձրաստիճան պաշտոնյա։ Նենսի Փելոսի այցելության ժամանակ Սիմոնյան Ալենն էր թևը ընկած ուղեկցում, այն ժամանակ հələ պետք էր մի քիչ հայրենասիրություն խաղալ, հայոց ցեղասպանություն խաղալ։ Հիմա արդեն հասկացել են, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի դուր գան Թուրքիային եւ Ադրբեջանին եւ հատկապես Թուրքիային, քանի որ իրենց իշխանության աղբյուրը մնացել է միայն Թուրքիան։ Այդպես կոշտ ձևակերպում օգտագործենք, որովհետև ինքը վերընտրվելու համար, որը տեղի չի ունենալու, հույսը դրել է Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկեցության ողորմածության վրա, որ Ադրբեջանը իր հետ դեմոնստրատիվ շոու խաղաղության փաստաթուղթ ստորագրի, Թուրքիան էլ սահմանները բացի, մի քիչ էժան պոմիդոր ուղարկի, որպեսզի խաբեն հայ ժողովրդին։ Եվ սա ցույց է տալիս, այսինքն չեն ուղեկցում Վենսին, հետո այդ գրառումը ջնջում են, այստեղից որևէ աղմուկ չենք լսում փաշինյանական իշխանությունից, նույն արևմտամետներից, քաղաքացիական հասարակություն կոչվածից, որևէ մեկը չաղմկեց։ Եթե Ռուսաստանից մի տուրիստ գար հրապարակում աներ ցեղասպանության հետ կապված, հետո ջնջեր, դուք պատկերացնում եք ինչպիսի աղմուկ կբարձրանար։ Էլ ռուսի ստրուկ, էլ KGB-ի ագենտ, էլ սպիտակ թուրք, ինչ ասես, ինչ որակումներ ասես կտային բոլորով, բայց այս պարակայում ֆսոսները դուրս չի գալիս։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը Վենսի այցի այս իրադարձության ֆոնին եւս մեկ անգամ վերջնականապես ապացուցեց, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը դուրս է եկել, արդեն վերջնական դուրս է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից։ Եվ դրան հաջորդելու է ցեղասպանության վերջնական ուրացումը, ես չեմ բացառում, որ ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանը կարող է ասել ժողովուրդ ջան, քանի որ խաղաղություն է, եկեք ցեղասպանության խնդիրը թողնենք պատմաբաններին, թող պատմաբանները իրար մեջ վիճեն, պարզեն, հասկանան, թե ինչ է տեղի ունեցել, թուրքերը մեղավոր են ընդհանրապես, թե մեղավոր չենք, թե ընդհանրապես մենք ենք մեղավոր, որ ցեղասպանվել ենք։ Ես չեմ բացառում, որ Թուրքիային այսպես շողոքորթելու համար Նիկոլ Փաշինյանը գնալու է այդ քայլին։ Սպասեք այդ քայլին։ Շատ լավ, եւ Թալանի բացահայտվելը։ Թալանի մի տպավորություն է ստեղծվել, որ այս իշխանությունները, այսինքն կարողացել են իրենց Գեբելսյան քարոզչամեքենայով ստեղծել տպավորություն, թե իբր իրենք չեն թալանում, բայց մենք ունենք փաստեր, որոնք խոսում են ուղիղ հակառակի մասին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրենք վերացրել են համակարգային կոռուպցիան։ Համակարգային կոռուպցիայի վերացման մասին խոսելը մեղմ ասած շատ շուտ է, քանի որ դրա արկայության մասին արձանագրում են նաև իրենց սիրելի միջազգային կազմակերպությունները, օրինակ Transparency International, էլի կան մնացածները, հիմա Greco-ն, եթե չեմ սխալվում, Եվրախորհրդի կազմակերպություններից մեկն է, նրանք հստակ նշում են, որ հա, առաջընթաց նշում են, որ եղել է ռեյտինգային առումով, բայց իրականում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ պետական պաշտոնյաների կողմից պաշտոնի չարաշահման, շահերի բախման, մեկ անձից գնումների, բիզնեսի եւ իշխանության փոխկապակցվածության եւ այս համատեքստում, երբ որ կարդում ես այդ տերմինոլոգիայով հարուստ տեքստերը, շատերին կարող է ասենք չինարեն թվալ, այսինքն չհասկանան, թե ինչ են ուզում ասել, բայց երբ որ ասում են բիզնեսի եւ իշխանության փոխկապակցվածություն շահերի բախում, շատ պարզ, օրինակ 26 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը $70 միլիոն լավություն է արել նույն Սամվել Ալեքսանյանին, այսինքն արտոնություններ է տրամադրել Սամվել Ալեքսանյանի կազմակերպություններին, Խաչատուր Սուքիասյանի հետ կապված էլ չասեմ, ինչ բարիդրացիական հարաբերությունների մեջ են, մյուս բիզնեսմենների հետ կապված գրեթե նույն վիճակն են հայտնի աչքի ընկնող, որ նախկինների ժամանակ Նիկոլ Փաշինյանը օրը մեկ մի հատ հոդված էր գրում պախարակող, հիմա իրենց մասին չի գրում, որովհետև արդեն ինձ թվում է իրենք իրար հետ լեզու են գտել, օրինակ վերջերս Infocom լրատվական կազմակերպությունը հրապարակում էր արել այն մասին, որ ուսումնասիրել են
այն 100 չէ 200 ընկերությունների, որոնց կառավարությունը վերջի տարիներին արտոնություններ է տրամադրել ու օզարմանք ինչ ենք բարձում, որ այդ 200 ընկերությունները եւ դրանց հետ փոխկապակցված ընկերություններ 100 միլիոն դրամից ավել, կարծեմ դրամ էր, այստեղ կարելի է ճշտել կամ դրամ է կամ դոլար, նվիրատվություն են արել Աննա Հակոբյանի եւ Իմ քայլը հիմնադրամին։ Հիմա հարգելիներս, ասեք, սա համակարգային կոռուպցիա է, թե համակարգային կոռուպցիա չէ։ 22 թվականին ինչ պարզվեց, երբ մասսայաբար փողեր էին բաժանել մարդկանց եւ տարել էին բանկեր, որպեսզի փոխանցում անեն Իմ քայլը հիմնադրամին, հետո այդ մարդկանց հետ խոսացնում ես, ասում ես քեզ որտեղ ես 1 միլիոն գործազուրկ, ասենք ոչ մի շահույթ չունի, ասում ես չգիտեմ որ Իմ քայլը հիմնադրամ, փողը տվել են, տարել դրել ենք այնտեղ։ Հիմա սա քաղաքական կոռուպցիա է, Նիկոլ Փաշինյան, թե չէ, համակարգային կոռուպցիա է, թե չէ։ Ձեր պարգևավճարներին չեմ անդրադառնում, որովհետև հասկանում եք, երբ խոսում ենք, որ դուք միլիոնավոր դրամների, դոլար, դա նշանակում է արդյոք, որ միջև արմունկները մտել եք պետական բյուջեի մեջ ու ինչքան հասցնում հանում եք, բայց դա չի նշանակում, որ դուք ապրում եք միայն պարգևավճարներով։ Ես հասկանում եմ, որ այս շոուն նաև դուք եք ծաղկացնում, որպեսզի ցույց տաք, թե իբր ապրում եք այդ պարգևավճարներով, բայց բոլորս էլ գիտենք, որ դուք հեռու եք պարգևավճարներով ապրելու այդ հանգամանքից, որովհետև նույն Աննա Հակոբյանը, որը հանդիսանում է քո կինը կամ չգիտեմ ով էլի, ասենք մի խոսքով, քո երեխաների մայրը, Աննա Հակոբյանի զարդերը մի օր կրած, 8 միլիոն դոլարից դրամից ավել են 8.5 միլիոն, դա մոտավորապես 20,000 դոլարից ավել գումար է կազմում, չէ՞։ Մեկ օրվա կրած, այսինքն մեկ օր, այսինքն դրանից առաջ էլ հայտնի էր, չէ՞, ասենք թանկարժեք, չգիտեմ, շորերով եւ այլն։ Ինձ բացատրեք, հա, այդ պարգևավճարներով եք այդ գումար զարդերը ձեռք բերել, թե այլ ճանապարհներով, ինչ է աշխատում Աննա Հակոբյանը, որտեղից են այդ գումարները գոյանում, արդյոք այստեղ այդ նվիրատվությունները, որ արվել են Աննա Հակոբյանի հիմնադրամին, կապ ունեն այդ զարդերի հետ, այսինքն հարցեր, արդյոք Աննա Հակոբյանը, որ հրավիրում է, չէ, բիզնեսմեններին առաջարկելով 1 միլիոն, առնվազն 1 միլիոն դրամ, 5, արդեն 5 միլիոն է դարել, ես չէ, 1 միլիոնն է հիշում, էլի, առաջարկում է, որ 5 միլիոն տան, որպեսզի գան իրենց հետ նստեն, իր հետ նստեն, ճաշկերույթ անեն, արդյոք եղել են մարդիկ, ովքեր ճղել թափել են այդ ծրարները, ասելով ինձ չի հետաքրքրում ոչ Աննա Հակոբյանը, ոչ իր ճաշկերույթը, դրանից հետո հարկայինը չի գնացել այդ մարդկանց մոտ, չի հարցրել, տղա ջան, ինչ եք նման բան անում, կարող է հարկայինը գանք, ստուգենք, միլիոնավոր դրամների հասնող խախտումներ գտնենք, ավելի լավ չի ելը չստուգած մի քանի միլիոն փոխանցեք այդ հիմնադրամին, արդյոք նման բաներ եղել են, թե չէ, սրանք հարցեր են, օդում կախված հարցեր են, որոնք մենք չենք կարող չտալ ձեզ։ Վերջին հարցը, ձեր թիմը շատ ակտիվացել այդտեղությամբ աշխատել, գիտեք, որ 7 տարի, երբ որ ասում են տալանել եք, ասում են ասֆալտ, ասում եք 10 միլիարդ պարտքը, չգիտեմ 9 միլիարդ պարտքը, ասում են ասֆալտ, ասում եք ինչ գործ են արել, ասֆալտ, ինչ են արել, եւ մեկ էլ էս ասֆալտը, էս ձյանը հալվեց, հալվեց, չկա, ու չկա այդ փոսերով, բաներով, այ չի, այդ ահրելին հալանն ու այդ ճիշտ նկատեցիք, որ իմ մոտ տպավորությունն էր, որ Նիկոլենք իրենց դրոշի վրա արդեն ասֆալտի, իրենց լոգոյի տեղը ասֆալտ են տնելու, էլի, այնքան են խոսացել, գովերքել այդ ասֆալտը, որ իմ մոտ այդ տպավորությունն էր, էլի, բայց ինչ պարզվեց, որ ասֆալտն էլ մի ուրիշ մեծ բլեֆ էր, հատկապես Երևանում, իրենք գովազդվեցին, միլիոններ ծախսեցին ասֆալտապատման համար, համոզված եմ մյուս մարզերում էլ է այդպես, այն իրենց գովազդած գյուղական ճանապարհներն են նույն ճակատագրին են արժանանալու եւ ինչ պարզվեց միլիոններ ծախսել են ասֆալտապատման համար ձմեռը մի քիչ ձյունառատ եւ անձրևառատ այդ բառը օգտագործեմ եղել ու փետրվար ամսին պարզվում է որ Երևանի ասֆալտը կենտրոնից բռնած վերջացրած ծայրամասերով հալվեց այդ ձյան հետ սա նշանակում է ինչ Առաջին, որ ասֆալտը արվել է անորակ, այսինքն բիտումի պարունակությունը նորմայից ցածր է, հաստությունը նորմայից ցածր է, ջրահեռացման համակարգի վրա
ուշադրություն չի դարձվել, ջուրը կուտակվել եւ այդ ամեն ինչը զրոյացրել է, այսինքն պայթեցրել է։ Հիմա դա կարող է լինել միլիոնավոր դոլարների հասնող ատկատների հասնող կոռուպցիոն ռիսկերի հետ կապված, այսինքն այդ պիտումի պարունակությունը քիչ են արել, որ ավելի շատ փող հետ գցեն, ասֆալտը 1 սանտիմետր օրինակ ասեն քիչ են արել, որպեսզի ավելի շատ փող հետ գցեն, թե տարական իրենց բնորոշ նաև անկարողության, ապաշնորհության արդյունք է։ Այ իշխանափոխությունից հետո, որը տեղի կունենա հունիս ամսին, օրինակ Ավինյան Տիգրանը կկանգնի դատարանի առջև եւ կպատմի, թե ինչու 26 թվականի փետրվար ամսին հալվեց Երևանի այն ասֆալտը, որի վրա ծախսվել էր միլիոնավոր դոլարներ։ Բա հալվել է։ Կենտրոնից սկսած։ Չէ, ես Երևանն եմ ասում, որովհետև Երևանը ասֆալտապատման էտալոն էր հանդիսանում, չէ։ Ես համոզված եմ նոյեմբերին կատարված Արարատի մարզի մի հատ փողոց, ինչ որ համայնքի, ես խնդրում եմ ես հասցեով ասեմ, գնանք արել են նոյեմբեր ամսին ամբողջը փոսերի։ Նույն տրամաբանությունը, այո, համաձայն եմ, աշխատում է նաև մարզերում, որովհետև օրինակ վերջերս 1 տարի առաջ այո, վերջին 1 տարվա ընթացքում ասֆալտ արեցին Գյումրի Արմավիր այդ ճանապարհահատվածը, որը Թուրքիայի սահմանով էր անցնում, Ալեն Սիմոնյանի եղբայրն էլ այդ Եվրոասֆալտ, հայ եթե չեմ սխալվում, այդ կազմակերպությունը իրականացրեց, հիմա խնդրեմ գնանք տեսնենք, թե այդ նոր ասֆալտը ինչ վիճակում է գտնվում։ Երևի կարիք չկա ինչ-որտեղ մարդկանց գնալու, որտեղ 4 արդեն ամենուր է դա, դες չի որ եկեք։ Ես այստեղ մի բան նշեմ, Գյումրու ավականու ԿՊԱ-ականների հետ կապված չեմ կարող ուղղակի չնշել, ուրեմն ավականի նիստում սրանք վայնասուն են դրել, այսպես կուրծք են ծեծում, թե հələ տեսեք Գյումրիի ասֆալտը ինչ է եղել, ինչ վատ վիճակներ են փողոցները, բա այսպես կարելի է, իմ մոտ տպավորությունն է, որ այդ մարդիկ իրականությունից կտրված են, այսինքն գաղափար չունեն, թե Հայաստանում ինչ է կատարվում։ Այ ԿՊԱ-ականներ, եթե այդքան դարդ եք անում Գյումրու փողոցների հետ կապված, իմիջիայլոց կլիմայի տարբերությունը հսկայական ազդեցություն ունի ասֆալտի շերտի վրա, ծածկույթի վրա, որովհետև Գյումրիում դատարանները կարող են հասնել 10-15 աստիճանի, եւ դա լրացուցիչ ռեսուրսներ է պահանջում, որպեսզի իսկ Գյումրու համայնքը, Գյումրու քաղաքապետարանը չունի իր բյուջեում այդպիսի ռեսուրսներ այդ որակով ասֆալտ իրականացնելու համար։ Փոխանակ դիմեք, եթե քաղաքի մասին եք մտածում, կառավարությանը, ձեր Նիկոլին ասեք, գումար դուրս գրեք, որպեսզի Գյումրիում ասֆալտի ծածկը նորմայից ավելի բարձր լինի, ավելի որակով ասֆալտ լինի, որովհետև այստեղ կլիման էս է, այն է, դուք տպավորությունով քաղաքի վրա գործ եք տալիս ուղղակի, հասկանալով, որ քաղաքի հնարավորություններով այդ ամեն ինչը չի լուծվելու եւ նույն ձևով դուք աչք եք փակում, թե ինչ է կատարվում Երևանում, այդքան դարդոտացեք, եկեք մի հատ Երևան տեսեք, նույն ձևով ասենք Ավինյանին ամոթանք տվեք, բա Ավինյանի հետ իր քաղաքապետարանի աշխատակիցների հետ այդ ԿՊ-ի գրասենյակներում հանդիպում հարցեր եք քննարկում, բա այնտեղ ավականի անուններ չեմ ուզում տալ, բա մի հատ Ավինյանին ասեք, այ Ավինյան, էս ինչ վիճակ է, կես մետրանոց փոսեր են, մեքենան ընկնի, կեսը կմնա, կարելի է նման բան, բա այդ նիստերում ձեր ԿՊ-ի այդ հարցերը բարձրացնում եք, թե չեք բարձրացնում, ինձ հետաքրքիր է։ Գալու է փոփոխությունների ժամանակը կամ արդեն եկել է փոփոխությունների ժամանակը, որովհետև մարդկանց հասարակական գիտակցության մտածողության մեջ հստակ փոփոխություն է տեղի ունենալու եւ դրա վերջնարդյունքը մենք տեսնելու ենք հունիս ամսին, հունիսի 7-ին, հունիսի 8-ին մենք տեսնելու ենք մի Հայաստան, որտեղ ԿՊԱ-ական վիրուսը հաղթահարված կամ հաղթահարման փուլում ենք, այո։ Ես եմ շնորհակալ։